Ողջույն այսօրվա մեր ոդքասթին հյուրն է մայստրո Վիկեն Չալյանը, Թեքեյան մշակութային միության երիտասարդական նվագախումբին յուտ բենդին խմբավարը։ 10 տարիներ առաջ հիմնված այս նվագախումբը եզակի դեղը գրավե մեր մշակութային կյանքի մեջ։ Անգմիացնե տասական եւ ժամանակագից նվագախումբեր, հին նոր երաժշտություններ ու երգեր եւ կփորձե ստեղծել այն գամուրջը, որ կմիացնե սերունդներ, ոճեր եւ աշխարհներ։ Յուտ բենդի հիմնադրության 10-րդ տարեդարձին առիթով գզուրեցենք մայստրո Վիկենին հետ իր երաժշտական ճամփորդության, երիտասարդ երաժիշտներու պատրաստության եւ այն դեսլագանի մասին, որով նվագախումբը կշարունակե հնչեցնել մեր ժամանակի հայկական եւ միջազգային երաժշտության ցայնը։ Բարի եկած ես Վիկեն։ Բարի տեսանք։ Վարսկիտ կդար գիրագի իսկապես բացարիք երեգույթ մներ։ Շնորհակալ եմ։ Նախքան յուտ բենդին անցնելը խոսենք քիչ կումասիտ։ Այո։ Հավանաբար շատեր գիտեն իբրև մայստրո Վիկեն Չալյան, բայց կու գդրած ճամփա պատրաստությունը, երաժշտական պատրաստությունը մինչև խմբավարության հասնելը կամ երաժշտական ընդհանրապես կյանքը սաքսոֆոն նվագելը, ասմասին նախ ծանոթանանք Վիկեն Չալյանին։ Ուրեմն ես երբ որ բադանի էի, Հալեբ Թեքեյան ակումբը այսինքն առաջին շփումները ոնգի սկսան Տիկիբոյ Զանով նարկախումբ կար 60-ն Տիկիբոյ Զանով նարկախումբ կար 60-ն այսինքն Դու ոնց ես կամ ասենք ասես Չէ ոնց ծնած եմ բայց մենք ոնա բրած ենք ընդհանրապես այսինքն ցակումը Ստեփանացի է բայց ոնա բրած ենք Երբ որ ակումբ երթայինք միշտ անդերը դրամս գար այսինքն գիտարներ օրք եւ ցայնային միշտ ակումբի դահակը նվագեին Առաջին շփումը անդերեն սկսավ երաժշտության հետ։ Դունալ մայրս օրինակ Ռայսա Մգելդիչյանը դիկներ Ռուպիկ Մատոսյան այս ոճը գսիրեր։ Այդ աստեցությունը ոնգի եկած է։ Եղբայրներս քիչ ավելի այդ ժամանակվա ասենք քիչ ավելի բադանի դարիքից Սուպեր Տրամփ եւ այլն անխումբերը Միս եղբայրներս կսիրեին Թոմ Ջոնս, Շերլի Բեյսի, yəni Դարիքի ամիմատ։ Ասին դունի մեջ աս մյուզիկները միշտ գհանչեր։ Ասին թե հայկական հարազատը եւ թե պոպը եւ ռոկը։ Այո։ Բայց ջազ մյուզիկի հետ գաբված բանը չի գար այդ շրջանին։ Ռայսա քիչ ջազային է։ Հետո ինչպես որ ամեն երդասարդ առաջին անգամ տմփուգին Գսիրը արվի դրամզին, ես էլ այդպես մոտ մեկ դարի տմփուկ նվագեցի։ Գացաներում վրա փորձեցիր առաջ։ Չէ, ակումբը տմփուկ կար վագի, այո, մերսի։ Ակումբը տմփուկ կար, այսինքն on սորվեցանք եւ մեզ արդոնված էր որ նվագեինք։ On սորվեցա բավական Անգի հետ Բարս տմփուկ չէ, հայկական Չէ, դրամս։ Դրամս, վագի դրամս, չէ, դոհol չէ։ Անգի հետ շատ չի սիրեցի, երաժշտություն չի գար մեջը։ Հալեբ հրճագավոր Վաչե Երամյանը գար, հրճագավոր ճուտագար եւ սաքսոֆոնիստ։ Ծանոթ է։ Անոր համերգներում երթալես վերջը Պոստոպապետի ամդի կնենք երբեմն, այդ դվավորությունը եղավ, որ սաքսոֆոնը գեղեցիկ գործիք է, և բարոն Վաչեինկով առաջին տասերը սկսա 83-84 չեմ իշեր թվական, այդ դարիներում։ Հետը սկսա, մոտ 2 դարի կով մնալ եմ վերջը, 1985-ին Հայաստան ուրեմն Սպիրկի պանը գազմագերբեց Սպիրկի մեջ նվագախումբներու ասպես մրցույթի պես բանը, ով որ շահի սենք Հալեբեն, Դամասկոս են Բեյրութ են, Հայաստան մի դերտային պարադոն մգար
եւ նշան երկու գրունգ էր որ գվերատարնան Հայաստան անոր պատրաստություններ եղավ ուրեմն այն ադեմ բարոն Վաչեն իմ բարոնս big band հիմնեց մեկ տրոմպետ 4-5 սաքս տմբուկ բաս գիտար պիանո երգիչներ եւ այլն անխումբի մեջ ես մաս կազմեցի Իբրև սաքսոֆոնիստ եւ այդպիսով գամած առաջ գնաց հետո 85-ի ադենները 86-ի ադենները OHT պոերախումբի միացա Հալեբի եւ հոն մի քանի երով կապարենք որ հիմնենք big band-ը փողայիններով քանի որ ֆանֆարի նվագողները գար տրոմբոն տրոմպետ սաքսոֆոն Յան փողայիններով չէ դման նվագախումբը լար ընտարաճեցինք իրենց եւ այսինքն թիմեցինք իրենք ընտարաճեցին եւ այդպիսով 86-ին սկսավ այդ big band-ի դարեգան ելույթները Հալեբ Ինչ գործիքներ ներառեին այդտեղ ուրեմն drums բաս գիտար սոլո գիտար պիանո տրոմպետներ, սաքսեր եւ տրոմբոններ։ Այսինքն քիչ մի ջազ եւ փոփ, ոչ կլասիկ։ Ոչ դասական չէ։ Այսինքն ճուտակ եւ այլն չի գար։ Ճուտակ չի գար, չէ։ Ճուտակ չի գար։ Հետո բավական ուշ ճուտակ մի քանի ամեններուն եւ բայց սկիզբը հիմնական ադեր ամեն տարի երթական մենք ելույթ ունեինք։ Շարունակվեցավ մինչև 2012 բادرազմին Եվ միան Հալեբի մեջ ելույթ ունեիք կամ ուրիշ տեղերից չէ դվինք Դամասկոս Լատակիա եւ կացինք այսինքն բայց Բեյրութ հրավեր չեկավ մնացինք հոն մեծ մաս փորձառության անդերին գուկա հետո 2005-ին կամ 6-ին 2006-ին ես համասկայնի Պարսեղ Յանչյան երաժշտանոց Հալեբ ուսուցիչ եղա սոլֆեջի եւ ֆլյուտի Պատճեսի սոլֆեջը ուսորվեցար Բաչեինկով չէ ուրեմն սոլֆեջը եւ արմոնին կարևոր թեմաներ են որ մեկը պետք է գիտնա եւ այսինքն երաժշտագիտություն ընդհանրապես ուրեմն այդ օրերուն Հայաստանեն դիգիմ եկավ որ ամուսնացավ Հալեբցի հետ այդպես փախտը բերավ որ ինքը երաժշտագետ էր եւ Պետական կոնսերվատորիա Երևանի մեջ դասադու էր մոտ 10-15 տարի Հալեբ եկավ լսեցին իր մասին թիմեցի եւ իր հետ մոտ 5 տարի ամշաբաթը անգամ դասիկացի անգամ հարմոնիայի դաս անգամ սոլֆեջ անգամ դեսություն այդպիսով մինչև ամբողջացի երաժշտական գրթությունը ամբողջացիր ծևով այդ ծևով Վաչեինկով 2 տարի էր տալես վերջ ուրեմն նադիվից էի քիչ առաջ մուրցա 85-ին երբ որ պարադոն եղավ Կասիս եղբայրներու խումբը գար Հրաչ եւ Բերջը որ շատ հրճագավոր էին Հրաչը Ամերիկա ուսանած էր երաժշտություն Բերկլի համալսարանը որպես ջազ մասնակետ եղբայրն էլ Հայաստան այդ օրը որ մենք պիտի նվագեինք իրենք մեզ մե առաջ բաժին ունեին հոն երբ որ առաջին նվագը լսեցի լման այսինքն ուրիշ ջազ գդորներ ընդհանրապես իրենց երաժշտությունը ջազ մյուզիկի վրա էր 86-ին իր կովկացի եւ իրեն հետալ սկսա դաս առնել բավական մոտ 3-4 տարի այդպիսով որով Հալեբ այդ թվականներում ոչ երաժշտանոց գար երաժշտանոց պետական մի անտասական գործիքներ գտային ճուտակ պիանո ասանք բաներ այսինքն ավելի ճուտակ պիանոյի վրա կենտրոնացած էր չելլո եւ այլն լարային եւ տաշնամուրային ասես Հալեբ դվակախմբային նաեւ որոշ աշխատանքը երբ Բեյրութ փոխադրվեցաք նախքան որ ասեմ 2013-ին ուրեմն 2006-ին համասկային հիմնեցի ես Սենեգային նվագախումբ պիանո ճտակներ ֆլյուտ եւ կլարինետ ասենք բզդիկ խմբակը աշակերտներուն առաջին իմ մշակումներս եւ խմբավարությունը հոն սկսավ
2006, 7, 8 եւ 9 առաջին մշակումները, որը սիր ինչ ժանր էին։ Տասական բաներ կար, որ օրիջինալ էր, բաներ ալգա, որ վերամշակվեցավ աս խմպագին համար, այսինքն։ Առաջին փորձերը ադի եղան 2007-ին շատ լավ ամերկն ունեցանք, շատ հաջող վիդեոները կա։ Շարունակեցինք ասի մինչև 2008-ը։ Քանի հոգի էիք խումբի մեջ։ Առաջին անգամ որ խումբը կազմեցի 12-13 հոգի էին, մարդիկ շատ համամիջ չէին մտնալու խումբի մեջ։ Հետո ելույթը դալեն վերջ թիվը ասավ ուրեմն 4 հատ առաջին ջութակ, 4 հատ երկրորդ, 3 վիոլա, 2 չելլո, պիանո, հարվածային գործիքներ կար ոչ բոլոր երկերու մեջը, եւ գար հոն մոտ 3-4 հոգի սաքսոֆոն, տրոմպետ եւ այլն։ Եվ մենակադարներ։ Ոնց սկսավ միացոլումը տասականին եւ միևնույն ադեն նույն դարվա մեջ, այսինքն 2006-ին 5-ին Դամասկոս ջազ պարադոնը սկսավ։ Ուրեմն զվիցերիական կոնսուլան ուզեց, որ Դամասկոսի մեջ բանը հիմնեն, կոնսերվատուարին հետ։ Սաքսոֆոնիստ շատ չի գար այն ադեն Դամասկոս։ Նարեկ Աբաջյանը, ընկերս Բողոս Աբաջյանին դրան լուրը որ գուկաս կնովակես եւ այլն կացինք, մասնակցեցա 2005, 6 եւ 7-ը։ 3 տարի ջազի պարադոնին մեջն էինք, բիգ բանդով նորեն։ Աս շրջանին բավական ասենք հարուստ ասենք շրջան էր, որ շատ օգնեց ամեն, yani փորձառություն հետո գտեսնես բաներ, նվագողներուն մեծ մասը ավարտած էին եւ խմբավարը եւ որոշ նվագողներ զվիցերիացի էին, yani շատ փորձառություններով փոխանակում եղավ, բավական yani ընդհանրապես ասե, եւ ես Վալեբի բիգ բանդին ղեկավարը դարձա 2010-ին, 11-ին, 12-ին արդեն բادرազմը Ալեպ ասավ եւ դադրեցավ ամեն ինչ։ 13-ին Բեյրութ եկա։ Ինչպես շատ էր։ Այո, շփախտապար։ Եվ on բարեգործականի, ասենք ագումբի մեջ գար հadouk ստուդիո փորձի համար, որում մեջ ամեն ինչ կար, այսինքն դրամս, կոնգա, ցայնային, պիանո, ամեն ինչ որ պետք է փորձերը մենք ունենք։ 11-ին ելույթ ունեցա առաջին բիգ բանդի որպես լրիվ ղեկավար, 12-ին նույնպես։ Հետո արդեն Հիմա ասպարակային ղեկավար կնշանակի նաև մշակումները, այո։ Ինձ մե առաջ բոլոր անդարիները բարոն Բերջերեցյանն էր։ Ինքն ալ սկիզբը ինձի բավական օգնեց հարմոնի դասերուն, որոշ ցուցմունքներ տվավ։ Ընդհանրապես ասե ջամփան որ կալած եմ։ Արդեն 13-ին ուրեմն Բեյրութ։ 13-ին Բեյրութ եկա։ Ամիջապես արդեն 7 բանդին սկսար։ Չէ, 13-ին բանը չեղավ, որով մենք 13-ի օգոստոս ամսուն ասանք, շատ ծանր պայմաններով։ 14-ին ես հոս Բեյրութի բարեգործականի փողերախումբի բարոն եղա։ Իրենցի որ կարելի է խումբ մնել։ 14-ին ելույթ մերինք բարեգործական Բեյրութ Դեմիջան Գետրոնը Փողերախումբի ելույթ կամ ուրիշ նվագախումբ։ Ուրեմն փողերախումբի անդամներ են, առավել ավետուցինք վրան դրամս, բաս գիտար եւ պիանո։ Yani 8-9 երգ, գեմիս գեսնալ արդեն փողերախումբին բաներ։ Սա գեսով գես ամերիկին։ Հետո զանոթացա Դիրան Սարգսյանին ողորմածին։ Ինքը շատ կուզերոր որ բիգ բանդ խումբ մի հիմնե Բեյրութի մեջ։ Սին բիգ բանդի օրինակով։ Այո։ Կացինք Տեքեան, Գերագոբ Կասարջանին կով խոսեցանք եւ այլն։ Համացայն եղավ եւ այդպիսով 2015-ին սկսավ բիգ բանդը որպես պրոֆեսիոնալ նվագողներ։ 2015 Առաջին անգամ որ ավակեցաք քանի հոգի գրծարավակել։ 25։
Առաջին օրերն արդեն։ Չէ, մենք սկսանք 7-8 հոգի էինք, հետո մեկ մյուսին պերավ։ Եվ գաղափարը Big Band-ի դարձավ 2016-ին, 15-16-ին Մելքոնյան ընկերությունները 17-ին ուզեցին, որ ոչ պրոֆեսիոնալ հայ երդասարտներ կան եւ իրենք խումբին մաս կազմեն։ Գեցավ Big Band-ը, Youth Band-ը սկսավ եւ շարունակվեցավ։ Եվ կարծեմ կարևոր նախաձեռնությունն է, մանավանդ երդասարտները ընդգրկելը շատ կարևոր է։ Եվ այսինքն 10 տարի է Տեկյանը գողոքաս ամեն Ամիջապես որոշեցիք Big Band-ը Youth Band կոչել։ Չէ, ամիջապես չէ, գեցուցին, որ ուզեցին երդասարտը լա, մոտ 4 ամիս տևեց մինչև Big Band-ը մնաց կամ վերջացավ։ Չէ, լուծվեցավ, դեղը Youth Band-ը։ Եվ երդասարտներ են եկան, նորեն թիվը 30-ի ասավ։ Ինչ խմբավորումներով, ինչ բաժանումներով։ Օրինակ միշտ եղած է 5-6 չուտակ չելո, ֆլյուտ, կանոն, դուդուկ, սկիզբեն այսինքն ածև է, տմպուկ, պերկաշն, բաս գիտար, սոլո գիտար, պիանո եւ սաքսոֆոններ, տրոմպետներ։ Միշտ ասե ֆորմը խումբին գամ պերկաշն եւ այլն ամենը միշտ կար եւ մշակումները ես գնեին այդպիսով շարունակվեցավ եւ այս տարի 10-ամյակը որոշեցիք 10-ամյակը որով 10 տարի եղավ աս ելույթները երթական ամեն տարի ուտանք միան 20-ին չգրցանք ելույթ գրնասարակ մաս 10-ամյակի բամությունը տալ այսինքն ինչպես տալ դժվարություններով հանդիպեցաք սերունդ փոխվեցավ մեջը այսինքն եկող երդասարտները սկիզբեն 10 տարի ունեն կամ քանի հոգի փոխվեցավ երբ որ իմնեցին ընդհանրապես գներես երդասարտները գրթական երաժշտական ինչ կրթությամբ կան Ուրեմն երբ որ մենք սկսանք 2017-ին մինչև 2019 գրեթե նույն մարդիկն էին փոփոխություններ եղավ ամեն տարի քանի հոգի գլա բայց 19-ին հետո եւ 20-ին հետո կորոնային վերջ շատ փոխվեցան անդամները ուրեմն անցյալները ես մեկ հատ նայեցա ով գա ով չի գա եւ այլն հաշվեցի այսինքն աս 10 տարվա մեջ աս նվագախումբի մեջ որ բացի որ հիմա 25 հոգի են 50-60 հոգի անցած է օրինակ կորոնայի ադեն երբ որ աս տնտեսական պայմաններն ալ ստեղծվեցավ մեկ տարվա մեջ 7 նվագող խախտեցին ստիպվեցանք ուրիշներ բերել բայց լավ աներ որ միշտ փոխարինող Իսկ դարիքները ինչ էին վիկեն դարիքները ընդհանրապես որտեղ Youth Band-ը անունը դարիքները ընդհանրապես 15-ին մինչև 25 աս բացարիք մեջներն գավն որ դասական լուրջ կրթություն ստացած են կոնսերվատուար եւ այլն համասնական բարոներ կամ որալ փողերախումբեր են մանավանդ փողայինները այսինքն աստեսակ ծեվում քաշագետները դեն այսինքն մասը փողայինները այո իմ աշակերտներս են բայց ինչ որ ասենք ճուտագարներ են եւ այլն իրենք իրենց բարոններ ունեն ես մշակումներ գնեմ եւ կանցնեմ փորձերը ամեն շաբաթ մեկ անգամ գնենք 2 ժամ ածով գամած մինչեւ ամերիկա ուրեմն գսեր որ թեկի մշակութային միությունը նեցուկ կանգնեցավ նույնպես Պարոյաբես և այդ որ մինչև այսը բայեց այսինքն միությունը գրնա քանի որ գեցած էր յետևը այո միություն և բարերարներ ալ գա որոշ չափով գուզես նշել բարերարներ չէ բարերարը սելով բրոշյուրներում մեջ ռեգլամ տնողները այսինքն մենք ամեն տարի բավական գոգի կումար մգա որ գծախսվի աս ամերիկին բնական է ան կումարը ապահովելը իսկ 2023-24-ին Բերիտ անունով NGO-ը մեջտեղ եկավ ինչ որ երեն իրենք մի քանի երկիրներ է այսինքն կանադա, ամերիկա միջազգային NGO-ներ բայց գլխավորությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին էր
ինձ email եկա որոշ պաշտոնականություն այո email եկա որ ասենք բան մգա ով որ վնասված է բայթում են զոն A զոն B տրածային ով որ բայթումի շատ մոտ է զոն A ով որ երու է զոն B առաջնահերթությունը զոն A-ին էր եւ քանի տեկյանը նավանկիստեն ճիշտին կիլոմետր անցին զոն A կրվավ թիմեցինք թիմուներ երինք իրենք երեք ելույթի լրիվ ծախսերը կոչեցին ադի մեծ մեզի բան տվավ արիտ տվավ որ հարադեվե խումբը yani ասուզմե եկավսեմ ինչսեմ բայց yani ադի բաժար եղավ որ Սին չարիկը մը բարիկ ծնավ բայց չարիկը մնաց չարիկ եւ մինչեւ ատեր չետարմանված բայց ասի մեզի ավոր փուշ եղավ որ խումբը շարունակվի Զաբիս հետը բիդի խոսինք խումբին երաշտական թիմակիցին մասին այսին անուղագիորեն գսեիր արդեն բայց համադրությունը տասականին եւ արդիին իսկ իբրև ժանր ջազի եւ փոփի եւ ինչ խառնուրդը ինչպես գնես քու որտեղ փեմին վրա հնչեղությունը շատ հաճելի էր այո բայց հաճելիությունը դերմ աշխատանք կա որ քո աշխատանքը դե ինչպես գրծարն է ադի հիմնական փորձառությամբ եղած բան է հետո այսինքն ժանրեր կա հիմա չես գնալ աշխուհականը ժողովրդին բեմի վրա տնել ասենք թե գրնաս տնել եւ չես գնալ այսինքն մի անկանոն մեկ հատ դուդուկ եւ բան եւ երգ այսինքն քիչմա հին ստայլն է այս օրերու ժամանակակից երաժշտությունը որ գլսեմ մարդիկ չման իրադոր ցևով մա պիտի մոդենա արտիական ռիթմերով ավելի մշակումները եւ այլն ադամենը այսին ցևով անցյալը գամր չես կոր ներգային եւ ապակային այո մենե կարևոր գարձեմ խումբին հաջողությունը ուներ որ գաբեր անցյալը որ ասպարակային այ հայկական անցյալն է տասականին զատ ժամանակակից Եվ հայդակիրը ընդհանրապես միան հայկական չէ, ամեն ժանրերը կա, այսինքն մյուզիկներ կա, որ... Հիմա երաժշտությունը միջազգային լեզու է, լավ է, որ հայկականն կա, բայց մեծ բաժինը հայկականին է, անդեր կա ֆրանսական երկեր, անգլերեն երկեր, դարբեր զանոթ սենք բաներ, ընդրություն գլա, նաև ընդրությունը գլա ըստ երկիչներուն, Չես կրնար երկն պերել, որ աս երկիչը կամասկադար Երկիչին հարմար երկը Հարմար իր ծանին հարմար, իր ոջին հարմար, որբեսի հնչողությունը վերջավորության Լավ, եկե կեզի համար ինչ կնշանագի հայ երկն ու երաժշտությունը բահել ժամանակագից կոնտեքստի մեջ գսեիր, այսին կեզի համար ինչ նշանակություն է գսեիր, որ Սայատնովա հաջելի է միան Սայատնովա գտիգները, բայց չես կրնար հիմա Ցեվով արտիականացնել, արտիականացումը երդասարտությունը ներգրավելու համար է քեզի համար կամ միան երդասարտություն ներգրավել չէ, այսինքն հիմա գտնամ օրինակներ բերել մեծ անուններ, այսինքն օրինակ ես շատ ներկա եղած եմ Հալիբ Եգան, Օսայգան, Արմեն Իսնունցը, խումբ մրավ Time Report Գոմիդասի երկերը ջազային ոճով կներկայացնեին Արդաշես Կարտալյանին հետ որ ալբոմը ունի ամբողջ հայկական ջազ է հալեբ մեկ ամիս մնացի ամեն օր գրեթե միասին էինք թատրոնի մեջ եկան իրենք եւ գենտանի երաժշտություն գնովակեին թատրոնին հոնգե կիցա որ այսինքն լսեցի այդ ոճը նույնիսկ Արմեն Իսնունցին խմբի մեջ դուդուկ կար, զուրնա կար եւ արտիական այդ ռիթմերը բաները զարգացուց Պիտի զարգանա այսինքն անխուսափելի է զարգացումը անխուսափելի է որով ժամանակները կփոխվի գործուն չես կրնար yani հոմ մնալ պիտի կաս ինչ որ հիմա օրինակ հայտնի թեմք եղավ համաշխարհային Տիգրան Համասյան պիանիստ Գոմիդասի գործերը գնե հայկական գործեր լրիվ ուրիշ կոնտեքստով լրիվ ուրիշ դարբեր ռիթմերով պարտ այսինքն ոչ թե միան զարգը պարտացուցալ ավելի երաժշտությունը հայկական
Եվ դարձուց թե երդասարտական, թե միջազգային Միջազգային, հա։ Ես մասնավորչեսի հայկական երդասարտական, որտեղ մենը որ երդասարտությունը ներգրավե, հայ երդասարտը վերջավորության ներգրավի։ Այո, կարևոր է մաքուր մնա երաժշտությունը։ Հիմա իսկ խումբը ինչպես կհավաքես, ով որ թիմ է, երաժշտական պետք է նաև գրծություն ունենա, կամ կզադես ինչպես կնես։ Թիմող գա, բայց բան չէ, բայց ես կբրբդեմ։ Այսի ոչ բոլոր թիմողները նույնին։ Չէ, հիմա որոշ կարողություն պետք ունենա, ոչ թե մենք թե մենք մեգումը, բայց որոշ ասենք կարողություններ պետք ունենա, որ գարենա կայլ բայել։ Այսինքն չգնար խումբի միանալ, բայց օժանդա գլալ օրինակ, որ բարձրապես մտնորդի մեջ մնացելով որոշ փորձառություն պետք ունենա նվակի, որ կրված երաժշտությունը գարենա նվակել։ Չէ, պայման չեն նվակի, սև աշխատանքի եւ այլն ասանք, որ երդասարտներ ավելի մոդեռն հետևին նաև ծեր աշխատանքները, բարձրապես ծև մնե, որ անոր գուզե 1000 բարի անի, մենք ընտագարագը, որ շրջաբադեն որելան հեչ պրոբլեմ չունինք, ու կան կարևորը ճշտաբա ալլա, փորձերը ներգա ալլա, պետք է ազ աշխատանքը դանի։ Ուրեմն նաև հիմա արժեքներու մասին խոսես, սկսես, օրինակ նվագախումբին համար ինչ արժեքներ կարևոր են, ճշտաբահություն, կարգավահություն, դիսցիպլինը կարևոր է։ Դիսցիպլին չլան է, կորցրել էր մեջտեղ։ Թե երաշտական դիսցիպլին, թե նաև մարդկային։ Փորձի ադեն լրջություն բիդրլա, այսինքն։ Եթե լրջություն չլա, ամեն ինչ իրար գանցնի։ Լավ, հիմա որ 10 տարի անցավ աս յուր բենդեն, ինչ կսկաս կոր, ինչպես փոխեց քեզի։ 10 տարի առաջ երբ նախացերներ, ինչ կսկայր, հիմա ինչ կսկաս։ Ես անցամբ գսկամ, որ ավելի փորձառու դարձա, ավելի միտքերու արստություն գա, ավելի այսինքն մենք ամեն տարի մոտավորապես 14-ին 16 մորսո եղանակ գնվակի խումբը եւ գրտնություն չի գա ընդհանրապես ամեն տարի նոր այդակեր գլա հաշի վրա 10 տարվա մեջ 15-ին 150 երկ կրված Այսին երկ եւ գդոր երաշտություն։ Երկ եւ երաշտություն մշակված է ասխումբին, ասի Իսկ այդ հայրիսունեն նախասիրածներըդ գան, մեջ նախասիրածներ ունիս, որոնք գարզես, որ իսկապես քեզի կողմնակություն կբաճարեն կամ բոլորը։ Ինք ընդհանրապես բոլորն է, գա, ամեն մեկ դարի որոշ երկեր եւ ասենք երաշտություններ գա, որ դպավորություն սկաց։ Օրինակ աս վերջին դարվա համար վերջին երկու երկերը որոշ մյուզիկներ եւ Yani ամեն մեկ երկող քույմը գուտա իր համը ունի, իր ամբիանսը ունի, այդպես բոլորն ալ ասի ամեն մեկը իր դեղ ունի։ Լավ, եթե դասնամյակի արիտո աս բոլոր գործերդ մեկ հատ կամ երկու հատ պիտի նվիրես, պիտի ասի դասնամյակին գնվիրեմ։ Որ գդորը գնվիրես։ Դասնամյակին գնվիրեմ բացման մյուզիկը եւ Ղարաբաղ երգը, այսինքն երկուքն ալ ինչ որ այս տարի մենք գամ այսինքն մեսեջ գար մենք սկսանք Շուշի երաժշտությունով եւ ավարտեցինք Ղարաբաղով եւ միասնության շուրջբար ինձ համար ասոնք կարևոր են որպես հայ, որպես հայ քաղուտ, որպես ինչ որ գբադայի գորիմա մեր իշոտյան մեջ բան մնա։ Իսկ հիմա որ 10 տարին գդրեցիր երկրորդ տասնամյակը սկսավ։ Այո։ Իսկ երկրորդ տասնամյակի հերանեկարները դին չեն։ Բիդի չսեմ 10 տարի հետո 20-ամյակը մասին սկսին կամած։ Ուսանք 20-ամյակի ասնիկ երկրորդ դարվա մասին կմտածեմ որ երաժշտությունները քիչ ավելի բարձրն են նվակի, որովհետեւ քիչ քայլ առաջ երթանք։ Կբացատրես։ Այսինքն երաժշտություններ կա, որ ավելի բարդ են նվակելու, գադարելու, երկեր կա, որ ավելի դժվար են, քիչ դժվարին օրինակ ավելի
Օրինակ հիմա գա հայկական մոդեռն ասենք երաժշտություններ, ջազեն առնված եւ խառնված, մեր նվագածեն ավելի քիչ մպարտ է, որպես երաժշտություն։ Բիդի փորձեմ եկող դարվա ածևի դակ բաներ պատրաստել։ Լավոս քիչ մարաջ կագնարգեիր, բայց անգերս հարցում։ Սայետ նովագամ գոմիդաս կարելի է քու նվագախումբով մեկնաբանել։ Կարելի է հրաձենք։ Օրինակ առաջին դարին Սայետ նովա տամամ աշխարհը ինք։ Երկով կամ միայն երաժշտություն։ Չէ, լրիվ խումբով։ Երկև երաժշտություն, երկերի մա չեմ իշեր գոր, դու իմ ուսան ես ռինք, գա, այսին, հայտնի ես ենք ասպանորեն։ Իսկ ինչ էր ժողովրդին ու ընտիրներուն հագասեցությունը։ Հստակ է, որնա այս տարվա դուդուգի անակը, որ ռինք Խաչակորի իշադագարանը, որ Ռաֆի կրողին հադորներեն մեգուն ֆիլմին երաժշտություններ։ Գարձեմ թե ժողովուրդը շատ ներշնչվեցավ, գաբը ստեղծեցինք հայկական երաժշտության եւ ներկաներուն հոգիներուն հետ։ Կարևոր է ատկա իսկապես կարևոր է։ Ես հատուկ պիտի նաեւ բոլորը լավ էին, բայց այդ աղջնակի մասին երկու խոսք կա։ Բզդիգ աղջկան, իսկապես սաջելի էր Պերնեն ազնավուրը լսելը։ Գալյան անցյալ ելույթին մեզ հետ էր ապրիլ 2024-ին, ապրիլ 26-ին Սան Ջոզեֆ եկեղեցի մեջ ինքը դաղանդ ունի երկելու, որոշ դերասանական բաներ ունի, ցիրկ ունի։ Իրեն այնադեն ինչ պիտերքես ինքնաշվարած էր, երկ մգար վուալա բավական բարդ երկ էր, երկը դվին է քիչ մպան եղան, որ պիտի կրնա, պիտի չի կրնա, վերջավորության քլու խանեց YouTube-ի վրա գա, այսինքն այդ Ամերիկա, իսկ այս տարի ինքը ուզեց Չարլ Ազնավուրեն Լա Բոհեմ երկել, ես ալ իրեն առաջարկեցի բավական բարդ երկը Կարուսոն, իր դարիքին ամատ բավական բարդ երկ էր, այսին մեծ երկողներ երբեմն գերցավ հաղթարել։ Այո։ Դա ամատենը մեմը փորձի գուկար եւ դժվարություն եղավ, որ բարերը իդալերեն էր։ Այսին ինքը ֆրանսերեն գիտե, անգլերեն գիտե, բայց իդալերեն։ Գսորվեցավ, այսինքն այդպես սկիզբը բզդիկ մը փորձի։ Արեստավարժի վես գրնար գոր մեկնաբանել ինչ որ իսկապես հաջելի էր եւ լավ է որ նոր սերունդ չենք բզդիկ սերունդն ադեստենք փեմին վրա նոր ցիրկեր նոր դաղանտներ շատ խոստումնալից կլա այս տարի նաեւ մենք տրոմպետիստ աղջիկ ունեցանք նոր որ երկու դարվա մեոգես տարվա նվագող է երկիմը սկիզբը բզդիկ սոլոմ ունեցավ մանեի անունը բարոնը Պետրոս Կեհեյան ինքը բերավ իրեն շատ լավ արդյունք տվավ, այսինքն ինչա երդասարդ կամ բզդիկ ասանք ուրեմն դրանտավոր բզդիկներ ունենք, բայց պետք է հայտնաբերել եւ հրամցնել, ասել արիտ դալ ճիշտ այդպես արիտ եւ ֆորգուդաս ավելի գզարկանա ես նաեւ սկացի բեմին վրա սոլոներու բաժին է դա կարգել այո ոչ միայն ճուտագը փողայինները հետաքրական էր percussion եւ տմպուգը բատերին այսին հետաքրական էր ինչ որ բատերին եւ վայն եւ մգոն ինչ որ ադի դերուն վրա եւ սաքսոֆոններուն սոլոները մաս մգա ես գրած եմ վարժեցուցած եմ որովհետեւ գադարեն ես մանավանդ ինչու ընդգծեցի բանը ինչ կսեն հարվածայինները որովհետեւ սոլո շադարիտ չեն ունենալ մտիգները հաջելի էր փեմին վրա լսելը ադոր համար գսեմ դերին կան է եւ չափավոր նույնիսկ բանը բեյս գիտարինը հաջելի էր սոլո հիմա տասականները գիտենք լսած ենք բայց ասոնք ջազի ավելի ջազի մոդ է ջազի երաժշտություն որ շատ հետաքրքրական ռեպերտուար էր կեն ես ուշադիր եմ միշտ որ ընդրությունը դեսագավորել
մեկ ժանրի վրա չէր տամ։ Եվ ամեն մարդ եւ ամեն մարդ փոլորեն կողնակ գլաս ծեվով։ Այո։ Ամեն սերունդները, որ ներկա գլան ելույթին, հայդակիրը պիտի սիրեն։ Այո, սերունդի հարցիգը, ամոր երաշտությունը գսիրեն, անպայման պիտի հաջոյանա ծեվոմը։ Լավ գմդազես երկու հարցում գաս գմդազես ուրիշ նվագախումբերու է դա կորզակցիլ կամ լիբանանեն դուրս նաև ելույթներու մասին։ Արիտները լա ինչու՞ չէ, եթե արիտը լա ինչու՞ չէ։ Եթե արիտներ դրվի ինչու՞ չէ։ Թեպի Հայաստան պիտի չարաչարգեմ ավելի չեմ գիտեր որտեղ կփորձեք երաշտությունը ժամանակակից դարձնել։ Ամբողջ սպիրկը պետք ունի ադող միան լիբանան չէ։ Քիչը խումբին շարժիլը դժվար է, որով խումբը մեծ է նախ։ Շատ ծախսալից է։ Ծախսալից է։ Երկրորդ հիմա դժբախտաբար դուրսը երջույմը գպերեն, մեկ հադալ օրգանիստ է դա։ Յալլա, բարա անտես ծեզի։ Ես մեգումը տեմպամը չունիմ այսինքն, բայց վստահ ասոր նա ժողովուրդը գսիրե քեֆը բարելը բարանտես է։ Բայց արդյոք մեր ժողովուրդը միայն ադե ոչ դեսանք գիրագի շաբաթ գիրագի որ ինչպես մեր ժողովուրդը այսրան որ ներկա էր հաջող կարներ որ նշանակը որ միանացած չեն մշակութային բանի վրա քիչ ավելի աշխատանք պետք է եւ կարեւոր է ասի ամեն քաղաքներում ասի երաժշտությունները լսել երկերը լսել։ Մանավանդ անցյալը գամրջեսկոր ներգային, այսին ազնավուր սիրողը պիտի սիրեք ու նվագախումբը լսել, Փավարոտի մեդիգնողը պիտի ուզել լսել, բոլորն ալ պիտի այսինքն հայրենասիրական սիրողը պիտի ուզել լսել, նոր ոճով։ Միան մեկ դժբախտություն եղավ այս տարի, որ արաբերեն երգչերինք, մենք ամեն տարի գունենայինք արաբերեն բաժիններ, միան այս տարի արիտը չունեցանք, ներողամիտ պիտելամ, բայց բարակաները այդպես։ Ոս հարցում արաբերեն, որը սիր կարելի է Ֆեյրուզը նման բանի մեջ տնել։ Հրաձենք։ Որ երկը հրաձենք։ Անցյալ տարի ուրեմն լիբեյրութը երինք։ Ինչու կես մասնավոր Ֆեյրուզ արսի, Ֆեյրուզն ծևով մտասական է։ Անցյալ տարի երկու երգ Ֆեյրուզեն երինք, լիբեյրութը, Կարոլ Հաջի երկեց, և միս երկին անունը մեկ վարգյան իշեմ, նորեն Ֆեյրուզեն էր։ Հարչ է, կարևոր երկու գդոր Ֆեյրուզեն։ Ֆեյրուզեն, ավելի անի ուզեցի երկուքին ան միշագումները օրիջինալին բեսելը, ավելի դվավորիչ էլա։ Գիցակ, այսինքն ինչ-որ ինքը երկած է, նույն ծևով ներգայացինք։ Բայց կումշագումով էտ և կուկորձիկներով էտ։ Այո, վերամշագված է աս խումպին, որով հոն մշագված է ուրիշ տեսակ նվակախումպի ոս, այս վերամշագումը, որ հարմարի խումպին։ Ախբանիներ արդեն քիչ մջազային բաներուն ինչ է երանգավորումներ իրենց Զիադը ունի միան։ Զիադը, բաբան հորից տասական, արապական ավելի աս ոջին վրան։ Բայց քիչ կոր չեն հրած, 5000 երկ հրած։ Գրեթե պիտի զրապագենք հիմա, որ կոզիտ երդասարտներու հետ է և երաշտան հետ է։ Գարևոր մարզմն է, սպիրկահայ երդասարտության համար։ Ինչ բատկամ գրնաս ուղել, ինչ գրնաս ասել, որ թե մեդիգնող երդասարտին, թե նվակել սիրող երդասարտին։ Բատկամը հիմա վդանկավորը բաժինը ադե, որ աս սենք տիկտոքի մեջ կամ Instagram-ի վրա կամ Facebook-ի վրա մեկ ելեպամը գնե, ասենք, երդասարտյունը ադով շատ կմաղվի գոր, իսկական արվեստ ուրիշ բան է, պետք է նախ ամենի ճիշտ հիմքերով վրա տրվի, հետո ինչ ուզեն թողնեն, հիմնական ամեն ճիշտ հիմքերով վրա տրվի, հրած բաներնում մեջ գիտությունը լա, գիտնան ինչ կնեն գոր իրենք, հետո ազատ է ամմատ։ Հատերևս նաև պետք է, չեմ կերետ է ավելցնել, որ եթե իրենք հարդրոք կսիրեն, հարդրոք աշխատցված երաշտություն է, Վայ մենք ոջի մասին է խոսքես, բայց ներողամիտ պիտել լա կարդատյանս, մարդիկ կա օրինակ, երկու հատ երկ կսորվին երեկած,
Գիգարձեմ, որ իրենք վերջացավ, մեծ նվակով են, այդպես չէ միսիկը։ Թող այդ բանի մեջ չինան։ Միշտ զարգացող։ Միշտ չի վերջանար։ Գյանքը կվերջանա, սորվելիքը չի վերջանար, երաշտյան մեջ։ Ընդհանրապես երաշտյուն։ Երաշտյան մեջ ադանք ավելի մեծ է։ Իսկ խումբի միանալու համար բաստավոր բամը ուզես ավելցնել, եթե երդասարտներ կգարձեն, որ մեջերնին ցիրկունին։ Թուրը բաց է բոլորը։ Թուրը բաց է։ Անշուտ քիչ առաջ իջվես որ հիշեցի, պետք է ասենք որոշ level մնա, շատ սկսնակ չլան։ Որոշ level միտլա որ գարենան։ Եվ դու գոկնես իրենց, այսին եթե քիչ։ Ես գոկնեմ խումբին աճողության գաղտնիքները մեկը ադե որ ես անհատական աշխատանք շատ կդանեմ։ Գան չեմ ասնվակողը, աս երկի մեջ աս բաժինը, աշխատի մինչև որ գադարյալ լա, նույնիսկ երկովներուն հետ, ասինքն, ադանք, մարագերգիտ աշխատանք կա, միանատ շապատ երգոր պորցեր զադա, գողքին պորցեր գա։ Ես պիտի մաղթեմ, որ նույն աս թապըտ շարնակվի վիկեն, հաչորդ տասնամյակի համար, և արիք ունենանք, ողջելանք, 20-ամյակին ալան, տիվինք և խոսինք նորեն, շնորհակալություն։ Ներսի շատ կարևոր է երկրի քաղաքական և տնտեսական պայմանները։ Ադոնք պետք է բարելավվին, մենք հարադևենք։ Ադալ, կընդունենք։ Հաջողություն։ Մերսի, ուրախ եմ։